Ես գնացի ու կատարեցի իմ ընտրությունը, իսկ դուք, եթե ոչ ապա ինչի եք սպասում, դեռ ժամանակ կա, մինչև ժամը 8-ը, վեր կացեք, մտեք election.am կայքը, եթե չգիտեք, թե որտեղ է ձեր տեղամասը։ Այդ elections.am կայքում աջ կողմի վրա կտեսնեք ընտրողների ռեգիստրը։ Ընտրողների ռեգիստրում հայատար փնտրեք ձեր անուն ազգանունը, հասցեով, ծննդյան օրով, ամսաթվով դուք կգտնեք ձեր ընտրատեղամասը աջ կողմում։ Եվ գտնելով ձեր ընտրատեղամաս ուղղակի մոտեցեք ընտրատարածքի ձեր տեղամաս, ընդամենը 5-10 րոպե է տևելու, սիրելի բարեկամներ։ Եվ կատարեք ձեր ընտրությունը, որովհետև եթե չգնաք, դուք ինչ-որ ձևով ընտրելու եք։ Դա էլ է ընտրություն։ Եվ այդ ընտրությունը լինելու է ոչ այն, ինչ դուք իսկապես կարող եք ընտրել։ Օրինակ, եթե դուք չգիտեք ում ընտրեք, չեք հավանում ոչ մեկի, դուք չգնալով ընտրության, ընտրում եք ամենավատ տարբերակը, որովհետև ձեր ձայնը գնալու է նրան, ինչը դուք չեք հավանում։ Եթե դուք չեք հավանում այս տարիների նախկին ներկա այս համակարգը խորհրդարանում, չգնալով կարող եք նույնը ստանալ, բայց գնալով կարող եք շանս տալ նոր ուժերի, երիտասարդ ուժերի, որոնք ձեր աջակցության կարիքը ամենաշատն ունեն, քան այսօր որևէ մեկը։ Բացի դրանից, մասնակցությունը ապահովում է ընտրություններում, սիրելի բարեկամներ, բարձր լեգիտիմություն։ Բարձր լեգիտիմություն, որը խիստ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը, որը կձևավորվի, ցանկացած իշխանություն, եւ ընդդիմությունը, որը կմտնի խորհրդարան, ունենա ժողովրդական ավելի մեծ աջակցություն, որպեսզի որևէ մեկը չշահագործի ժողովրդի անունը։ Եվ լավ կլինի, որ ոչ թե ձևավորվի մենատիրական իշխանություն, այլ ձևավորվի հնարավորինս բազմազան, որ որևէ մեկը կամայական որոշումներ չընդունի եւ չխաղա մի քանի ուժերի անտի-ռեյտինգի վրա, կառուցելով իր իշխանությունը եւ շահագործելով ժողովրդի համբերությունը։ Դրա համար դուք ուղղակի պետք է գնաք եւ մասնակցեք եւ ձեր քվեն տակ, չգիտեք ում, ընտրեք այն թիվը, որը ավելաշատն է ձեզ դուր գալիս, որովհետեւ չգնալով մեկա դուք ձեր ձայնը ավտոմատ տալու եք ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի իշխանությունը կամ ընդդիմությունն եք թուլացնելու կամ ուժեղացնելու, եթե դուք չեք գնում։ Թվերը շատ են, ընտրեք ձեզ հավանած թիվը։ Ծայրահեղ դեպքում ընտրեք չարյաց փոքրագույնն ըստ ձեզ, որովհետև եթե դուք չեք գնում, դուք ընտրում եք ամենավատ տարբերակը։ Դուք ընտրում եք վատագույնին, եթե դուք չեք գնում։ Գնալով դուք կարող եք ընտրել ըստ ձեզ չարյաց փոքրագույնը, հնարավորին ավելի ոչ կեղտոտվածը, ոչ ապացուցվածը որպես ոչ ժողովրդական, շանս տվեք գոնե նոր ուժերին։ Սա է իմ կոչը, անպայման մասնակցեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը եւ որպես քաղաքացի իրացրեք ձեր իրավունքը։ Ձեր կամքով ձևավորվեք Հայաստանում իշխանություն, որպեսզի Հայաստանը ունենա ավելի լավ ապագա։ Գնացեք, դեռ ժամանակ կա, մինչև ժամը 8-ը ձեր կամքը տեղ հասցրեք, դուք եք որոշելու։ Չգնալով ձեր ձայնը տալու եք նրան, ում իրականում չեք ուզում տալ։ Գնալով գոնե կհասցնեք այնտեղ, ով ձեր ձայնի կարիքն ամենաշատն ունի։